Ում շահերից էր գործում Փաշինյանը, փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյոք ժողովրդի, դուք ինչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն։ Մենք ապրանք մոռացեք, որ կարանք Ադրբեջանը Թուրքիա ներմուծենք։ Դա անհնար է։ Ներմուծվելու է Ադրբեջանից ու Թուրքիայից ավելի մատչելի տարբերակով, իսկ այսօրվա մեր գյուղացին ինչ անելու, արևի տակ ճռռալու է այս շոքերին, իր ապրանքը վերցնի գնա Մեյմանդարի շուկա կամ Մալայսիայի շուկա, այս շոքին կրակին առնի կայնի, այդ ապրանքի ժամ-ժամի համ որական գնի, համ գինը ընկնի, գյուղացին էլ ինչ ան, այսօր գյուղացուն ինչով են աջակցում այս իշխանությունը, ոչ մի բանով, ոչ մի նորմալ կարգտակայան չի աշխատում, նորմալ ճիշտ ժամանակին, ոչ մեկին ինչ եղել է, որ ժողովուրդը վնաս են կրել, ոչ մի փոխհատուցում չկա, չի եղել։ Այս մարդը Ադրբեջանը ու Թուրքիան ինչ նվագում են, այս մարդը այդ նվագի տակ իր գանձերի հետ պարում է, մեզ էլ ստիպում է, որ մենք պարենք, բայց մենք չենք պարելու։ Թող իրանք պարեն, մենք կծափարենք իրանց։ Մենք չունենք նահանջելու, մենք չունենք լռելու, մենք չունենք տարբերակ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գնալ խաղաղության, դա անհնար է։ Ես ոչ մի բարեկամական կապ չեմ կարող տենամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նրանք մեր դարավոր թշնամիներն են։ Իմ աղջիկը 3 տարեկան է, ես արդեն սերմանում եմ իրանց մեջ, որ Ադրբեջանը ու Թուրքիան մեր ողերիմ թշնամին են։ Եվ վերջ։ Էսի ձեռնտուя բոլոր պետություն նոր հասարակարգ ես եմ ինչ են մտածել այդ պետությունները եւ որոշել են այսպիսի բան իրանց հանրությանը ներկայացնեն, կանաչագնոցներ դնեն, դեղին խոտը տան, ասեն կերեք։ Այդ կարգի բան։ Ես կուզենայի մեր երկիրը Ռուսաստանի հետ էլ չվատանար, Եվրոպայի հետ էլ աներ համագործակցություն, Իրանի հետ էլ աներ, բոլորի հետ հարևանություն աներ։ Մենք ոնց որ գիտեք, ոնց ասեմ, ապրում ենք մի մուտքում, կոնկրետ ես ապրում եմ մի մուտքում, կան մարդիկ, որ բոլորի հետ, ընդհանուր շենքի հետ շատ լավ են, բայց կարող է մուտքում կա մի ընտանիք, որի հետ ես շատ վատ եմ։ Ու այդ վատի պատճառով ես լարվում եմ բոլորի հետ։ Այդպես պետքա չլինի, պետքա լինի փոխհարաբերություն քաղաքականության մեջ, նորմալ, ոչ թե քեզ օգտագործեն, որ ասեն ոչ քաղցր եղի քեզ կուլ տա, ոչ էլ դառ եղի, որ թքեն։ Հիմա պետք է այնպես անեն, որ բազմակողմանի լինի քաղաքականությունը, շփումը բազմակողմանի լինի, որտեվ Ռուսաստանում էլ մենք շատ մարդիկ ունենք ապրող, նրանց մասին էլ պետք է մտածենք, դրսում էլ սփյուռք ունենք, նրանց մասին էլ պետք է մտածենք։ Ռուսաստանի հետ թշնամանալը մեզ ինչ կտա։ Ոչ մի լավ բան։ Ենա Եվրոպան արդեն բաները, մրգերի բաները չի ընդունում, ասում է որակ դեն չի, որ Եվրոպան ընդունենք։ Հիմա ասենք այս տարի քիչ է Ծիրանը, օրինակ հոկտեմբերյանի մասշտաբով։ Եկող տարի եթե շատ եղավ, ինչ պետք է անեն։ Եթե էսենց գնա։ Ուր պետք է ուղարկի։ Արա Եվրոպան ոնց է ստում է, որ ճանապարհով ես գնում, հա։ Այս ճամփեն ունես դու։ Ծով ունենաս, հա, գնա, բայց ոնց է ստում Եվրոպ։ Կամ ոնց չերես Ադրբեջան, թե Վրաստան, թե Թուրքիա։ Այդ քո հնարավորությունը չկա։ Քեզի հենա երեք ասես 17,000 հատ ծաղիկ են գրգե, չգիտեմ ուր, բայց միլիոնած ծաղիկ հանին թափին։ Գնից էիս ջան, ինքը արժիքոս 300-500 դրամ, 100 դրամը մարդն ասում է չեն վերցում, հանում թափում է։ Ասում է գոնե, հայախվեր վաղը չեմ միսոր, արդեն ծիրան համատարած հասնում է։ Ամեն տարի քանի հազար տոնաներով ծիրան էին տանում Ռուսաստան։ Հիմի 3000 տոննա տանում են, ոյ քո ինչ լավ է, 2000 կամ չգիտեմ 1000 կիլո տարանք, բայց հարցի լուզում չի։ Ինչ հատացավ հարաբերությունը Ռուսաստանի հետ։ Չգիտես, ես ասեմ, որտեվ այս մեր պարոն Փաշիկը, Փաշինյանը էլի, դրելա չգիտեմ իրա ինչի տեղ, ախպեր, բան անում, յանի դու չես ուզում, էլի կտամ, դրան կտամ, արա ոնց կտաս, ում կտաս։ Մի ասեմ քեզի մոտ 600-700 հազար հայ, սեզոնին մի միլիոն միգուցե լավ, թեթև ասեմ,
գնում է Ռուսաստան, աշխատում է աղբեր, խոփան, այսպես կոչված, բանվորություն անում, քարպինջաշարում, ցեմենտ բիտոն անում, փողը գրվում է, ժողովուրդը ապրում են, էդ էլ ես կլրում։